Հիմա որ սկսեմ այս թեմայից խոսալ, էլի ինչ որ մարդիկ կհայտնվեն, կասեն, ինչ գործ ունեք ուրիշի արած աշխատանքի հետ։ Գիտեք, բժշկության մեջ բաներ կան, որոնց հետ պետք է ճիշտ հաշվի նստել եւ ճիշտ գնահատական անցկացնել։ Մի հետաքրքիր դեպք պատմեմ այսօրվա իմ պրակտիկ։ Աշխատանքային օրը արդեն վերջանում էր եւ ես պատրաստում էի դուրս գալ կլինիկայից, որ մի պացիենտ մոտիկացա, բա կարամ մի հատ հարց տամ, ասում այո, լսում եմ, ասում ինձ կասեք, կա դեն սեռավարակ, որ հնարավոր չի բացահայտել։ Ես արդեն մոտապես պատկերացում ունեցա, որ կլինիկայում ինչ մասնագետների մոտ է ինքը եղել, որովհետև այդ նախադասությունը հաճախ ենք լսում չբացահայտված սեռավարակներ։ Այն որ ասում է չդիմացա, ասում են ինչը մարդասպանությունը զակած տված չեն կարող բացահայտել, սեռավարակը չբացահայտել ես որ ներող կլնեք, բայց ավելի շատ երեք պետքա մտածեմ, որ ավելի շուտ պացիենտին են ուզեցել շփոթության մեջ գցեն, ուզեցեն խարխշիկ բաներ սարքեն գլխին, չենք կարողանում բացահայտենք սեռավարակ։ Ասենք որտեղ եք լսել նման բան, որ 21-րդ դարի գայդլայնի մեջ եք կարդացել, որ ուղեցույցի մեջ եք կարդացել, որ գրականության մեջ եք կարդացել, որ սեռավարակները չեն բացահայտվում, տենց մի բժշկի անձամբ ես եմ ճանաչում, բայց նա ինքը չի ասում, չեն կարող բացահայտենք, ասում ենք նաև բուժում ենք այն ինֆեկցիաները, որոնք գոյություն ունեն, սակայն մենք հայտնաբերել չենք կարող։ Սա հեսա մի քիչ տրամաբանական նախադասություն է, բայց ասել չենք կարողանում բացահայտել, այսօր 21-րդ դարում լաբորատոր հագեցվածությունը առավել եւս մեր երկրում, որը ի լաբորատոր տեխնիկաներով հետ չի մնում այլ երկրներից, այնպեսին է, որ հաստատ հնարավոր է հանձնել անալիզներ եւ իմանալ ունեք սեռավարակ թե չէ։ Դա բոլորովին այլ հարց է, եթե դուք դիմում եք օրինակ ձեր տարածքային պոլիկլինիկա, հանձնում եք սովորական քսուկի անալիզ, որտեղ սեռավարակների մասին ինֆորմացիա չկա։ Բայց ձեզ ասում են, որ կա բորբոքային process։ Սա խնդրի մյուս կողմն է, մետաղադրամի մյուս կողմն է, երբ որ հանձնվում են պակաս քանակությամբ անալիզներ, ընդհանուր առմամբ պարզ է, որ պացիենտի մոտ կա բորբոքային process, սակայն չի իրականացնում է բուժման կուրս, էմպիրիկ նշանակում է անտիբիոտիկներ չիմանալով հանդերձ թե կոնկրետ որ սեռավարակի մասին է խոսքը գնում։ Սակայն պետք է հաշվի առնել, որ սեռավարակներից յուրաքանչյուրը իր բուժման ուրույն սխեման ունի եւ ունիվերսալ անտիբիոտիկներ գոյություն չունեն, եւ հենց նման բժիշկների պատճառով է, որ հիվանդները, ովքեր ունեն բորբոքային process, իրենց պատկերացմամբ կամ նկատում են իրենց մոտ ինչ-որ նշաններ, գնում են դեղատուն, առնում են անտիբիոտիկներ ու սկսում են խմել։ Այնպես որ խնայեք ձեր առողջությունը, չկան ունիվերսալ անտիբիոտիկներ, մի խմեք անտիբիոտիկներ, եթե դուք չգիտեք, թե ձեր մոտ ինչ հիվանդություն է, որովհետև սա բերում է անտիբիոտիկակայունության առաջացմանը, որը 21-րդ դարի մեծագույն խնդիրներից մեկն է համարվում։ Պահպանեք ձեր առողջությունը, ձեզ հետ բժիշկ Մնաս Բալևանյան։